Գարության դատավոր Ղարսյանի քարտուղարությամբ Տոնյանի շարունակում է թիվ ՀԿԴ 0026-0222 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի քննությունը։ Դատական նիստերի քարտուղարան խնդրում եմ զեկուցել։ Մարգելի դատարան դատականիստի ներկայացրել են հայցվոր ներկայացուցիչ Վիլյանը Բելույանը, պատասխանող Գագիկ Հակոբյանը, պատասխանող Գագիկ Հակոբյանի ներկայացուցիչ Վլադիմիր Գաբրիելյանը, պատասխանող Սամվել Մայրապետյանի ներկայացուցիչներ Սիմոն Բաբայանը, Արսեն Հարությունյանը, վկաներ Արթուր Աղաբեկյանը, Նարեկ Սարգսյանը, Ռուստան Գրիգորյանը, Ամալիա Կարապետյանը, դատականիստին չէ ներկայացել վկաներ Հովիկ Աբրահամյանը, դատարանի կողմից ուղարկված ծրարը վերադարձվել է դատարան անհայտ եւ տեղափոխված նշումներով, վկա Սերգեյ Սարգսյանը, դատարանի կողմից ուղարկված ծրարը վերադարձվել է չի պահանջվել նշումով, վկա Վազգեն Հովսեփյանը, դատարանի կողմից ուղարկված ծրարը վերադարձվել է անհայտ նշումով, վկա Այծեմիկ Քունանյանը, դատարանի կողմից ուղարկված ծրարը վերադարձվել է տեղափոխված նշումով։ Հարգելի դատարան դատականիստը սկսելուց առաջ Իրավաբան նետ լրատվամիջոցի օպերատոր Տիգրան Ղուկասյանը բանավոր դիմում է ներկայացրել դատականիստի տեսանկարահանման վերաբերյալ։ Շատ լավ, պարոն Գաբրիելյան, դուք ձեր լիազորությունների ժամկետը ավարտվում էր, կներկայացնեք ձեր լիազորությունների հավաստող դատախազը։ Դատարանը ակցիոնարկում է, որ ներկայացված լիազորագիրք տարվելված 18 դեկտեմբեր 2025 թվական, որով Գագիկ Մաքսիմի Հակոբյանյանն է լիազորել է այդ խումբի փաստաբան Վլադիմիր Գաբրիելյանին իր անունից իր փոխարեն եւ իր շահերի պաշտպանությամբ հանդես գալու նշված են պետական եւ ոչ պետական մարմիններ, ոչ վերաբերելի տեղեկություն է, ինչպես նաեւ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ եւ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածներով սահմանված կարգով իր անունից իր փոխարեն եւ իր շահերի պաշտպանությամբ հանդես գալու Հայաստանի Հանրապետության բոլոր ատյաններում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում ու նշված են այդ հատուկ լիազորությունները, որը ոչտել է պարոն Հակոբյանը, պարոն Գաբրիելյանի լիազորագիրը տրված է 3 տարի ժամկետով։ Նախ հայցվորի ներկայացուցիչ ինչ կարծիք ունեք դատական նիստի տեսանկարահանում թույլատրելու վերաբերյալ։ Հարգելի դատախազության ես ներկայացնում լիազորագիրը գործունեությունը հրապարակել լիազորագիրը կարծիքը հայտնել։ Ներկայացված լիազորագիր թվագրված 11-12-2025 թվականին, որը գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Վիլյանը Բելույանը գլխավոր դատախազի տեղակալի կողմից լիազորված է թիվ ՀԿԴ 0026-0222 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության դատախազության անունից հանդես գալու այդ թվում նաև հակակոռուպցիոն դատարանում կատարելու անհրաժեշտ դատավարական գործողությունները։ Խնդրեմ Տիկին Բելույան, ձեր դիրքորոշումը։ Հարգելի դատարան համաձայնություն չենք տալիս վկաների հարցաքննությունը տեսաձայնագրում իրականացնելու մասին, հաշվառելով, որ հնարավոր է դա վկաներին կաշկանդի։ Այս թվում նպատակահարմար չենք համարում։ Շատ լավ, պարզ է ձեր դիրքորոշումը, պարոն Բաբայան։ Ըստ համակարգի ենք։ Պարոն Գաբրիելյան։ Շատ լավ, դատարանը թույլ չի տալիս դատական նիստի տեսանկարահանումը։ Հաջորդիվ դատարանը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ, պարոն Հարությունյան, ձեզ հետ քննարկվեց այն հանգամանքը, որ վկաների որոշ հասցեներ ըստ էության ճշգրտման անհրաժեշտություն ունեն։ Նախ դատարանը հայտարարում է, որ Նորայր Ազատյանը, Մարիետա Եփրեմյանը չեն ծանոթացվել դատական նիստին ներկայանալու վերաբերյալ, քանի որ երկու անձինք արդեն մահացած են։ Համապատասխան ապացույցները առկա են հակակոռուպցիոն քաղաքացիական գործում, մասնավորապես ես իրացնելով քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իմ լիազորությունները ԿԿ ծառայության միջոցով ստացել եմ, հարցում եմ կատարել եւ ստացել եմ վերջիններս մահվան վկայականները։ Եթե անհրաժեշտություն կա, կարող եմ տրամադրել հետազոտման։ Շատ լավ։ Նորայր Ազատյան, Մարիետա Եփրեմյան։ Այս առումով հարգելի դատարան, մենք միակ գործն է դիրքորոշում ներկայացնել այլ անձով փոխարինելու վերաբերյալ նշած վկաներին։ Շատ լավ, բայց պարոն Բաբայան, ձեր ուշադրությունը հրավիրեմ, հասցեները, որ դուք տվել եք, օրինակ Հովիկ Աբրահամյան, մենք ծանոթացել ենք հասցեով պատասխանը եկել անհայտ տեղափոխված, Վազգեն Հովսեփյան անհայտ, Այծեմիկ Քունանյան տեղափոխված,
Սերգեյ Սարգսյան չի պահանջվել, ունեք հավելյալ այդ հասցեներ։ Այս բանին չունեմ, եթե տակ ինֆորմացիան ամբողջական որ հնարավոր չի եղել ցանուցել։ Հովիկ Աբրահամյան, դրա վերաբերյալ մենք փորձենք ներկայացնել այլ հասցեներ, որպեսզի Շատ լավ, հնարավորության դեպքում։ Շատ լավ, դատարանը բոլոր հնարավոր հասցեներով, այդ թվում նաև հաշվարկում հասցեներ ծանուցել է նշված անձանց։ մեկ էլ 1988 Հովիկ Աբրահամյան, Այո, Հովիկ Աբրահամյան, Այծեր Նիկունանյան, Սերգեյ Սարգսյան, Վազգեն Հովսեփյան։ Պարոն Հարությունյան, եթե այս պահին արձանագրման հետ կապված խնդիր կա, նիստի ավարտից հետո կարող եք իմ աշխատակազմի միջոցով համապատասխան ճշգրտումները իրականացնել։ Այսինքն դատարանը ըստ հերթականության ձեր տված ցանկի, ով չի ծանուցվել, ով մահացել է, անցել է հաջորդի ծանուցմանը։ Տիկին Բելյան, ամբողջությամբ պնդում եք պահանջը, գործի դատաքննությունն եք արդեն իրականացրել։ Շատ լավ, դուք ձեր առաքությունների ամբողջությամբ պնդում եք պատասխանատու կողմ։ Այո, ամբողջությամբ պնդում եք առաքություն։ Շատ լավ, նախորդ նախնական դատական նիստում դատարանը սահմանել էր ապացույցների հետազոտման հետևյալ հերթականությունը, նախ լսում ենք վկաների ցուցմունքները, այնուհետև անցնում ենք գործում առկա մնացած ապացույցների հետազոտմանը։ Ինչպես դատական նիստերի քարտուղարը զեկուցեց, արդեն ինձ ներկայացել են որոշակի վկաներ, կխնդրեմ ներս հրավիրեք վկա Ամալիա Կարապետյան։ Գայից ես մոտեցեք անգանի, ձեր անձը հաստատող Տիկին Կարապետյան։ Տիկին Կարապետյան, կարող եք դատարանին հայտնել, դուք որևէ ազգակցական կամ այլ հարաբերությունների մեջ գտնվում եք պարոն Սամվել Մայրապետյանի և Գագիկ Հակոբյանյանի հետ։ Ինչ տիպի կա։ Ազգակցական։ Ոչ։ Որևէ ազգակցական հարաբերություններ չունեք։ Ազգակցական դեմքով չեմ ճանաչում խոստավորեցնում։ Շատ լավ, այդ պարագայում դատարանը հաշվի առնելով ձեր զբաղեցրած կատարած աշխատանքի վերաբերյալ այդ առավելց հայտարարությունը նախ արձանագրում է, որ ձեր պարագայում բացակայում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված արգելքը վկա հարցաքննելու վերաբերյալ, ինչպես նաև հիմք ընդունելով այն հայտարարությունը, որ որևէ ազգակցական հարաբերությունների մեջ չէ գտնվում պատասխանողների հետ, այլևս ձեզ հարկ չի համարում պարզաբանել որոշ հարցերին չպատասխանելու վերաբերյալ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավունքը։ Միաժամանակ ձեզ պարզաբանվում է եւ դուք նախազգուշացվում եք ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու մասին քրեական պատասխանատվության վերաբերյալ։ Խնդրեմ ստորագրեք նախազգուշացման պրակտիկը։ Խնդրեմ պարոն Բաբայան, պարոն Հարությունյան, կարող եք սկսել ձեր հարցադրումները։ Եթե դատարանը թույլ տա, ես նստած Թույլ եմ տալիս, պարոն Բաբայան։ Շնորհակալություն։ Տիկին Կարապետյան, ուրեմն դուք 2006 թվականի մայիս ամսին 19:03 թվականին կնքել եք Տերյան 66 հասցեում գտնվող 9 բնակարանի և համար 13 ավտոտնակի վերաբերյալ առողջարքի պայմանագիր։ Նշված պայմանագրում մատնանշված է պայմանագրային գինը, որը կազմում է 12,977,244 դրամ և ավտոտնակի գինը 2,345,838 դրամ։ Նշված գինը, որով մատնանշված է պայմանագրում, համապատասխանում է իրականությանը։ Ուրեմն եթե ես պիտի ազնի, որ անկեղծ ձեզ պատասխանեմ, ինչպես ցանկացած հայ ընտանիքում, միշտ մայրը կամ կինը առանձնապես տեղյակ չեն եւ դժբախտաբար ցավոք սրտի այդ գործարքները եւ այդ բնակարանը դնելու եւ վճարումները կատարողը եղել է որպես ոչ սրտի չկա։
Բայց ես գալուց առաջ ճիշտն ասած մեր տաններ փնտրեցի, հասկանալով որ խոսքը պիտի գնա մեր բնակարանի հետ արդեն։ Եվ տղայիս տաններ փնտրեցի, հարսից խնդրեցի, ասեցի ինչ թուղթ, որ կարող է տանը մնացած լինի, բան ճիշտ որ ասեմ, ոչ մեր տանը, ոչ ինձ տանը ընդհանրապես որևէ, որ հիմա ես ճիշտ որ ասեմ, ամուսնուց հետ խոսում էինք մի երկու օր առաջ, որ պիտի տան, չէինք կարողանում անգամ ճիշտ տարեթիվը հիշենք մենք այդ բնակարանը, որ թվականին են ձեռք բերել։ Հիմա դուք ինձ ասացիք, ես հասկացա, որ դա տեղի ունեցել 2006 թվականից, ու ամենայն անկեղծությամբ իսկապես ես իսկապես տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ հիշում եմ շատ լավ, որ գրվել են, շատ ուրախացել եմ, որ մեզ հաջողվեց բնակարանում, այդ շենքում բնակարան ունենալու, և ինչպես ինչքան հիշում եմ ու հասկանում եմ, որևէ տենց ինչ-որ բարդ ու ժամանակային երևի մի բան հիշել էի։ Շատ լավ։ Հասկանալի է ձեր։ Ներողություն, պարոն Բաբայան, ես հարց չեմ տալիս, զուտ բարձաբանում, որ իրավունքը ցանկացած պահին ունեմ, դուք նշեցիք, որ ձեր որդին է ձեռք բերել բնակարանը, այսինքն բոլոր այդ գործընթացը բանակցային որդու միջոցով է։ Այո։ Բայց ֆորմալ առումով գործակը կնքված է ձեր անունով, էլի եմ ասում, դու չգիտեմ ինչու որոշեցին, որ բնակարանը գրվի, որտեղ այդ բնակարանը տղայիս համար չէր, բայց գործունեությունները ինքը աշխատող ու ստեղծող նաև բաներ, ես ինքն եմ ես համար արել, այնպես չեմ ասում, որ պապան խեղճ էր, բայց այդպես է որոշվել, այդպես է եղել, ձեզ ես ամեն ինչ ասում եմ, ու այսօր կարող էի անգամ չգալ ու ասել ոչ մի բան, բայց հարգել եմ։ Շնորհակալություն, Տիկին Կարապետյան, հաջորդի վարձատրումից դուք կհիշեք, երբ որ դուք բնակարանը ձեռք եք բերում, շենքը պատրաստ էր թե ոչ։ Հիմա էլի մի շատ տխուր բան կասեմ ես ձեզ։ Մենք բնակարան ունեինք ու շատ երկար ենք վերանորոգել։ Այդ ընթացքում ես մայրիկիս կորցրեցի ու ես ոչ մի կերպ չէի կարողանում, որ գամ նոր բնակարան։ Մենք որ տեղափոխվել ենք, հիմա ես ձեզ ասեմ 2010 թվականին մայրս չկար, մենք եկել ենք այդ բնակարան այդ թվականին 2010 թվականին, երբ որ արդեն շենքում բնակվում էին, չեմ կարող հիշել որ մասը, համենայն դեպս իմ հարթակի վրա բնակվում էին։ Իմ հարցը սա էր, Տիկին Կարապետյան, երբ որ դուք ձեռք եք բերում բնակարանը, կամ որ ես հարցը սավարտեմ, կամ որ լսել եք տանը, որ ձեռք եք բերում բնակարան եւ այլն, շենքը պատրաստ է, թե պատրաստ չէ։ Շենքը պատրաստ չէ։ Հարգելի դատան, ես ուզում եմ իմ մոտ եղած ապացույցը ցույց տամ, քանի որ չի տիրապետում վկան եւ պայմանագիր անշարժույթի առողջակի, որը ստորագրել է վերջինս։ Կարող եք ցույց տալ։ Իհարկե, փոխանցեք։ Ըստեղծուն այդ պայմանագրի շուրջ եք հարցրել։ Հիմա Չէ, Տիկին Կարապետյանին փոխանցեք, որը իր կնքված պայմանագիրն է։ Տիկին Կարապետյան, մի վարքան, լսեք ինձ ես հարցադրումից կանեմ։ Նորից եմ։ Պայմանագրում երկրորդ էջի վրա ստորագրություն կա, ձեր անվան դիմաց։ Իրանք կարող եք տեսնել, սա ձեր ստորագրությունն է, թե ոչ։ Հաջորդ էջի վրա։ Այո։ Ձեր ստորագրությունն։ Այո։ Եվ շնորհակալություն։ Մի հատ բայց ինձ կարող եք ասել ինչու՞մն է հակասությունը ձեր հակասություն չկա, որովհետև ինչ-որ մանրուքներ ես կարող եմ նաև լավ չհիշել, չգիտեմ, կարող եմ ենք ամենաառաջին շենքում գրվածը չենք եղել։ Տիկին Կարապետյանի հարցադրումները բացառապես 26-ի շրջանակներում են և դատանի կողմից հաստատված փաստական հանգամանքները ապացուցման շրջանակներում։ Այն հարցադրումները, որ տալիս են, որոշում եմ ես Ես մտածում եմ կարող է ինչ-որ բան այնպես չեմ հասկացել ձեր հարցից։ Ես հարցում եմ։ Տիկին Բելյան, հարցեր ունեք։
Ոչ հարգելի դատարան։ Շատ լավ։ Ես հարց ունեմ Տիկին Կարապետյան ձեզ։ Դուք նշեցիք, որ գործարքի շուրջ բանակցությունները վարել է ձեր որդին եւ ըստ էության ձեր որդին է ձեռք բերել։ Կհիշեք, երբևէ գործարքի գնի շուրջ որևէ խոսակցություն եղել է ձեր եւ ձեր որդու միջեւ։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Շատ լավ։ Եվ պարոն Բաբայանի հարցին նշեցիք, որ պատասխան նշեցիք, որ ինքը ձեռք եք բերել այն պահին, երբ որ ըստ էության շենքը պատրաստ չի եղել, այո։ Ну, բնականաբար այո, շենքը պատրաստ չէր, այդ ես հիշում եմ ու շատ ես կար իմ մեջ այդ ցանկությունը այդ շենքը, որ տեսնում էի, որ մենք այդտեղ ձեռք բերենք, որ խնդիրներ կային։ Ինչքան ես հիշում եմ, իհարկե շենքը դեռ ինչ-որ չափով կառուցվում էր, ես դա հիշում եմ։ Այդպիսի հիմա որ հատվածներ, ներսներ, չգիտեմ, համենայն դեպս այո, այնպես չի, որ շենքը կառուցված էր, նոր մենք առել ենք բնակարանը, այդպես եմ հիշում ես։ Եվ ես հարցադրումը, այսինքն այս գործարքին Տիկին Կարապետյան, դուք բացառապես ստորագրման գործընթացին եք մասնակցել։ Այո։ Շատ լավ, ազատ եք Տիկին Կարապետյան։ Ես մի հարց եմ ունեմ, խնդրեմ։ Այլ ես ձեզ մատնանշեցի պայմանագրով նախատեսված գին։ Որևէ պայմանագրով նախատեսված այլ գնից բացի, այլ վճարումներ դուք կատարել եք, թե ոչ։ Նկատի ունեք ինձ, Այո, նկատի ունեմ ձեզ։ Ես որևէ վճարում երբևէ չեմ կատարել, բացի նրանից, որ ապրում ենք, արդեն ես եմ վճարում շենքի գումարը։ Իսկ ձեր որդին, եթե նա է կատարել վճարումներ, որևէ այլ վճար բացի պայմանագրով նախատեսված գնից վճարում կատարել եք, թե ոչ։ Եթե դուք այդպիսի բան եղած լիներ, կարող է տանը հոր ու տղայի մեջ ինչ-որ խոսակցություն եղած լիներ, ականջովը սնկներ, երբևէ ոչ։ Շնորհակալություն։ Շատ լավ, Տիկին Կարապետյան, ազատ եք։ Շնորհակալություն։ Հաջորդի Նարոկ Սարգսյան։ Կպարզաբանեք դատարանին, որևէ ազգակցական հարաբերությունների մեջ գտնում եք կամ որևէ այլ կերպ ճանաչում եք պարոն Մայրապետյանին, պարոն Հակոբյանյանին։ Պարոն Մայրապետյանին անշուշտ ճանաչում եմ, որովհետև նախագծեր ենք արել իր պատվերով, և Հյուսիսային պողոտայում և Երևանի վրա։ Պարոն Օհանջանյանին վստահորեն հանդիպած կլինեմ, բայց լավ չեմ հիշում։ Այդ ուղղակի ենթադրում եմ, որովհետև մինչև 2004 Երևանի գլխավոր ճարտարապետ եմ եղել և կառուցապատողների բազմաթիվ կառուցապատողների հանդիպել եմ։ Շատ լավ։ Բայց դեպքով տենց լավ չեմ հիշում։ Իսկ ազգակցական հարաբերություններ։ Շատ լավ, դատարան նախարձանագրում է, որ պարոն Սարգսյանի պարագայում ևս բացակայում է քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ԲԿ հարցաքննելու արգելքը եւ դարձյալ չի տեսնում անհրաժեշտություն պարզաբանելու նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշակի հարցերին չպատասխանելու իրավունքի մասին, այդուհանդերձ ձեզ պարզաբանում է ԲԿ ցուցմունք տալուց հրաժարվելու կամ սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։ Նախազգուշացվեք։ Այո, չունեմ։ Պարոն Բաբայան, պարոն Հարությունյան, կարող եք ձեր հարցերը հղել ԲԿ-ին։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, 2006 թվականի մայիսի 19-ին դուք կնքել եք վաճառքի առողջարքի պայմանագիր։ Այո։ Ըստ պայմանագրի դուք ձեռք եք բերել Էլյան փողոց 66
շենքում թիվ 32 բնակարանը և թիվ 9 ավտոտնակ։ Իմ ձեռքի տակ եղած պայմանագրում, ուրեմն պայմանագրում մատնանշված է վաճառքի գինը, որը որ կազմում է 17 միլիոն 98,418 դրամ և ավտոտնակի գինը, որը կազմում է 2 միլիոն 25,346 դրամ։ Այս գինը, որը որ մատնանշված է պայմանագրում, համապատասխանում է իրականությանը։ Վստահ եմ, որ այո, այդպես 20 տարի անցել է մանրամասները չհիշում, բայց ուղղակի ինչի չեմ հիշում, որովհետև շենքի նախագիծը ես ինքս եմ արել և ինչ որ գրված է պայմանագրում, վստահորեն այդ գինն է։ Շատ լավ, դուք ունեք ձեր ձեռքի տակ պայմանագիր։ Այս պայմանը ոչ։ Արգիր դատան կարող եմ օրինակը ցույց տալ։ Պայմանագրի վերջի էջում ձեր ազգանվան դիմաց կա ստորագրություն։ Խնդրում եմ ասեք, այս ստորագրությունը ձեր ստորագրությունն է։ Այո։ Պարոն Սարգսյան, բացի պայմանագրով մատնանշած գնից, նշված արշարժ գույքի դիմաց որևէ այլ վճարում դուք կատարել եք, թե ոչ։ Բացառում է, որովհետև այդ նախագիծը նախապատմություն ունի առհասարակ տարբեր ճարտարապետներ այդ տեղի վրա նախագիծ էին արել և ընդհանրապես Ստացվել է այդ նախագիծ ասում։ Եվ դրա համար չէր տեղի շարժում, բայց Մարիապետյանը ինձ, այսպես ասած, խնդրեց, որ ես անեմ այդ պրոյեկտը, և այդ պրոյեկտը, երբ որ այն ժամանակ այդպիսի շենքեր չէին կառուցվում, և դա Երևանում առաջի շենքն էր, որը որ բնակելի շենքի տիպից ամբողջությամբ տարբերում էր։ Այսինքն ինքը հյուրանոցի տիպ էր, կորապատիներով, բալկոններով, առաջի դեպքն էր, և ես հասկանում եմ, որ շեղվում եմ մի քիչ, բայց նույնիսկ Ռուսաստանից էին գալիս և ուզում էին այդ պրոյեկտը տանեին դեռ օգտագործել։ Եվ ամեն դեպքում սկզբնական փուլում, երբ որ վաճառքն էր լինում, այն ժամանակ դեռ այդպես էլիտար շենքեր չէր կառուցվում և վստահությունից չկար, որ կվաճառվի, որտեղ բավական բան շենք։ Եվ ընդհանրացնում, որ ինձ հենց Մարիապետյանը առաջարկեց, որովհետև մենք պայմանագիր ունեինք իր հետ, նաև ինքը մեզ վճարել է նախագծի համար։ Եվ քանի որ նախագծող ճարտարապետներին բնակարան տալու այդպես տրադիցիա կար դեռ խորհրդային ժամանակ, այդ իմաստով ինքը ես էլ ապրում էի բավական փոքր ու փայտե ծածկով այդպես պայմաններում, և ինքը ասեց սրանից դա բան արվեստանոցները իմ մոտ կողքն է, երևում մի 3 րոպեի տարբերից։ Ինքը առաջարկեց և ասեց, որ ես քեզ կտամ ինքնարժեքի չափ գումարով, և ես էլ շատ ընդունեցի և վճարեցինք պայմանագրի ստացանք։ Շատ լավ, և վերջին հարցս, որքան հասկացա շենքը, երբ որ դուք ձեռք եք բերում, շենքը արդեն իսկ պայմանավորվածությունն եք և ըստ էության ձեռք եք բերել շենքը, շենքը ավարտված էր, թե կառուցվում էր։ Իմ հիշողությամբ դեռ կառուցվում է բավական երկար։ Ինչու՞մ դա հիշում, որովհետև ճարտարապետները, նույնիսկ մեր անվանի ճարտարապետները, նույնիսկ իմ ուսուցիչները, հաճախ զանգում էին շինարարության ընթացքում, ասում էին, որ գնանք միասին նայենք շինարարության ընթացքում։ Կոր լուսամուտները, կոր բաները բավական հետաքրքրություն են առաջացրել։ Երբ որ գնում էինք, այդ շենքը կարծեմ ավելի ուշ 2-3 տարի հետո է շենքը ավարտվել պայմանագրից հետո, այսինքն դա այն սկզբից է նախնական։ Ես հարցեր չունեմ անդրել։ Ունեք, այո, ձեզ եմ թույլ տալիս լուսանկարություն։ Պարոն Սարգսյան, նշեցիք, որ Մարիապետյանի ճանաչել եք, Մարիապետյանը նախաձեռնողականություն է դրսևորել ձեզ բնակարան տրամադրելու հարցում։
նշեցիք, որ վաճառել է ինքնարժեքով։ Խոսքը գնում է 257.15 քառակուսիմետր մակերեսով բնակարանի մասին կենտրոն վարչական շրջանում լավագույն տարածքներից մեկում վաճառվելացես 17.91418 դրամով։ Ուզում եմ հասկանալ, որևէ պարտավորական հարաբերությունների մեջ գտնվել եք պարոն Մանրապետյանի հետ։ Դուք նշեցիք, որ պարոն Մանրապետյանը ձեզ նախագծային փաստաթղթերի մշակման հետ կապված որոշակի վճարումներ պետք է կատարել։ Այսինքն Մանրապետյանի հետ ինչ խոսակցություններ եք ունեցել։ Մանրապետյանը այսպես բացատրեմ։ Նախագիծ կարող են անել շատերը, բայց ճարտարապետական նախագծի որակ, գեղարվեստական տեսք եւ այլն։ Չէ, իմ հարցը Չէ, ես ձեր հարցը իշխում, սերական դրադառնում կասեմ։ Եվ այդ ամեն ինչը ազդում է վերջնական արդյունքում շենքի եւ արժեքի վրա եւ պրեստիժի վրա։ Հիմա նախագիծը պատվիրել է իմ արվեստանոցին եւ բնականաբար ինքը վճարել է նախագիծի համար։ Ինչպես ցանկացած նախագիծ։ Եղել են նախագիծեր, որոնք մեր կողմից բարեգործություն են, օրինակ ասենք Շարլ Ազնավուրի տուն կամ տեստանոցի։ Այդ նախագիծը վճարվել է եւ որովհետեւ արտավորագիր կապվածություն ոչ Մանրապետյան ուներ ինձանից, ոչ էլ ես ինձանից հարավերս։ Այսինքն չկա ոչ մի խնդիր։ Այսօր էլ բազմաթիվ նախագծեր ենք անում։ Եվ վճարողները իրենց խնդիրներ ունեն, մենք մեր խնդիրներ։ Սա ծառայություն։ Այսինքն ծառայությունները վճարվել են առանձին ձեզ, սա ընդհանրապես Մանրապետյանը առաջարկել է նման Մանրապետյանը որպես հեղինակի, ու այն ժամանակվա գները ես հիմա վստահ չեմ տնի, բայց վստահորեն եմ գները չէ, ոնց որ հիմա, եւ նախագծի արժեքը եւ շինարարության արժեքը։ Այսինքն այն ժամանակվա շենքը կանգնացնելու երկաթ բետոն է, դա մոտավորապես կարող է լինել մինչև $150 սահմանների քառակուսիմետր։ Նո մաքսիմում մինչև $200 սահմաններ։ Այսինքն դա այդ կարգի թվեր է եւ այդպիսի տրադիցիա ոնց որ այսօր կա, այդպիսի գներ գոյություն չունեն։ Պետք է հիշել 20 տարի առաջ ինչ էր։ Մեկ րոպե նշեցիք մոտավորապես Մոտավորապես $150-200 դա երկաթ բետոնի։ Շատ լավ, դա միայն ընդորում ասում եք շինարարական արժեքի գումարը։ Տեսեք, ձեր պայմանագրի կնքման օրվա դրությամբ, օրվա չէ, նույնիսկ ամսվա միջինացված թիվն եմ ասում, կենտրոնական բանկերներ, դոլարի կուրսը եղել է 439.58 դրամ։ Ձեր նշածի պարագայում դուք գնել եք 257.15 քառակուսիմետր մակերեսով բնակարան։ Բազմապատկում ենք 200-ով, ստացվում եք 22.564.600 դրամ։ Դա ընդհանրում պարոն Սարգսյան վերաբերում է բացառապես շինարարական աշխատանքներին։ Եվ ինքնարժեքը չի գոհանում բացառապես շինարարական աշխատանքներից։ Պարոն Մանրապետյանը բազմաթիվ այլ ըստ էության ծախսեր ունի առնելու, ինքնարժեքը գոհանում է նաև այդ ծախսերից, այդ թվում նաև ծառայությունների համար վճարված գումարներ, բանվորների վճարված գումարներ։ Ներկայացված տեղեկությունները այդքան են պրոֆեսիոնալ չեն, ինքնարժեքի գոյացման շրջանակը այդքան էլ ճիշտ չեք նշում։ Խնդրում եմ մի ընդհանրիկ։ Չէ, դե Ներողություն, ես թույլ եմ տալիս պարոն Բաբայան, կարծում եմ գործողության համար նշանակությունը շարունակեք Տիկի Բելյան։ Շատ լավ, ուզում եմ հասկանալ, դուք նշեցիք, որ ինքնարժեքով ավաճառվել 17.98.418։ Իմ արած հաշվարկները ես իհարկե դա մոտավոր եմ անում, բայց ամեն դեպքում կենտրոնական բանկը 2006 թվականի դրությամբ հրապարակված այս պահի դրությամբ ունի դոլարի փոխարժեքը։ Այսինքն ողջամիտ եք համարում, որ միայն շինարարական արժեքի գումարը կարող է արժանալ 22.564.600 դրամ, իսկ Մանրապետյանը ձեզ դա վաճառել է 17.98.418 դրամով։ Ինչ է ասել ձեզ Մանրապետյանը գնահատական հետ կապված։ Ես այդ գնահատացման մեջ չեմ մտել։ Այստեղ շատ կարևոր հարց կա։ Ճարտարապետական նախագծի արժեքից կախված է շենքի հաջողությունը։ Դա միանշանակ է։ Ես նույնիսկ չգիտեմ ինչպես կընդունվի, բայց բազմաթիվ շենքեր ենք ես նախագծել եւ այդ շենքերի արժեքները զգալիորեն ավելի տանկ են վաճառվում, քան ցանկացած այլ շենքերի։ Դուք էլ քաղաքում անցնեք, արդեն ծանոթ կլինեք այդ շենքերին։ Այսինքն ճարտարապետի աշխատանքի
արժեքը այդ 5 միլիոն, 6 միլիոն ավել կամ պակասով չի։ Դա առաջարկել է Մայրապետյանը կինը, ես ընդհանրապես դիմում չեմ դարձել, ասել եմ քեզ կտամ ես ինչ գումար դրել, այդ ֆրազան էլ ասել ինքնարժեքով, մոտ այդ ինքնարժեքը մի քիչ ավել է պակաս է, ես չեմ դրել ինքս հաշվի։ Մենք էլ մեր նախագիծն ենք արել, որը որ ես չեմ հիշում իհարկե բնական շատ երկար ժամանակ անցել, չեմ հիշում ինչ արժեքով ենք արել, բայց նորմալ հարաբերություն է, այսինքն դա տարբեր է մյուսների շինարարի և ճարտարապետի համար, այն շենքը, որը որ մեր ուժերով է կառուցվել է նախագծում, դա բոլորովին այլ արժեք է, որպես ամիշտ է։ Խորհրդային ժամանակ ընդհանրապես ճարտարապետներին անվճար տալիս էին բնակարան այն շենքից, որտեղ ինքը նախագծել է։ Եվ դա պես նորմալ պրոցես է։ Բայց դեր ձեր հարցը, որ դուք հաշվում եք ինքնարժեքը այս կամ այն դեմով է տարբերությունը ստանում։ Ես անկեղծ ասում եմ, որ այդ հարցը ինձ մոտ չի առաջացել, որ չգիտեմ։ Դա ինքը առաջարկել է կինը, և կինը վճարել է։ Այսինքն պարոն Մարիապետյանը առաջարկել է ձեզ, այսպես ասած, լավության կարգով բավականին էժան գնով գնել այդ բնակարանը, հաշվառելը, որ դուք նախագծային փաստաթղթերի Վարգետ դատարանում եմ, դες չի կարելի, որովհետև ինչ նշանակում լավության գնով։ Մենք ունենք այդպիսի փաստ, կամ այդ հարցադրումը որ փաստական առանցքին է, ուղղված կներեք ես առարկում ես գործում։ Տիկին Բելյան կլսեմ Բաբայան հաջորդիվ ձեզ, խնդրեմ, ինչի շուտ։ Նախ ներկայացումը հետևյալ տեղեկատվությունը, դոլարի կուրսը ներկայացնում, որ իրականությունը չի համապատասխանում։ Գործունեությունը մարդկա համապատասխան դոլարի կուրսը, թե որքանով է աշխատել, 437 դրամ։ Երկրորդը լավության գնով մենք այսպիսի փաստական ինչ-որ հանգամանք ունենք գործում։ Եվ վկաների ցուցմունքների այսօրվա քննարկումը վկաների ցուցմունքների բացառապես ուղղված է որոշակի փաստական հանգամանքների ապացմանը։ Հիմա լավության կարգով, թե լավության կարգով չի կամ գնահատողական է դատողությունները ինչ առանցքային նշանակություն են, վկային հիմա մոլորեցնելու իրավիճակի մեջ են դնում։ Շատ պարզ է ձեր մոտեցումը, խնդրեմ դուք արտահայտեք Տիկին Բելյան։ Հարգելի դատարան, ուզում եմ նշել, որ վկան ինքը իր խոսքում այդ հանգամանքը նշեց, որ ճարտարապետների շատ հաճախ նվիրատվություն են առնում բնակարանները։ Այդ իսկ պատճառով ես նման հարցադրումներ եմ անում, պարզելու համար, թե ինչու այս մարդուն այսքան ցածր գնով բնակարան վաճառվել։ Շատ լավ, Տիկին Բելյան, կմատնանշեք դա ինչ հանգամանքի պարզմանն է ուղղված։ Ուզում եմ հասկանալ վկայի ցուցմունքի արժանահավատության հետ կապված հարգելի դատարան։ Հաջորդ հարցը դրան է ուղղված։ Շատ լավ, մինչև Տիկին Բելյանը անցնի իր հարցադրմանը, պարոն Սարգսյան, քանի որ ես էլ ձեր տված պատասխանից ելնելով ցանկացած պահի պարզաբանում կարող եմ պահանջել, մեկ անգամ ևս հստակեցրեք նաև կողմերի համար։ Ինչու պարոն Մայրապետյանը որոշեց, որ հենց ձեզ ինքնարժեքով պիտի վաճառվի բնակարանը։ Նորից հստակ ասում, որ նախագիծը արել եմ ես։ Այդ հանգամանքով է բացառապես պայմանավորված եղել։ Միմիայն այդ հանգամանքով։ Այդ գումարը ի վերջո վճարել եք դուք պարոն Սարգսյան։ Շատ լավ, անցեք հաջորդ հարցադրման Տիկին Բելյան։ Ուզում եմ հասկանալ, պարոն Սարգսյան, ձեր ցուցմունքի հետ կապված որևէ անձեր վրա ազդեցություն ունեցել է երբևէ նախկինում կամ ներկայումս, որևէ ազդեցություն եղել է ձեզ հետ կապված, որևէ խոսակցություն ունեցել եք այլ անձի հետ կապված, այլ անձի հետ որոշակի հանգամանքների հետ կապված ներողություն, որևէ ազդեցություն, որը կասկածի տակ է դնում ձեր ցուցմունքի արժանահավատություն։ Տիկին Բելյան, ավելի հստակ կմատնանշեք ինչ նկատի ունեք այսօրվա ցուցմունքի մասին։ Ուզում եմ հասկանալ պարոն Սարգսյան, պարոն Մայրապետյանի հետ, պարոն Հակոբյանյանի հետ ինչ հարաբերությունների մեջ եք գտնվում, խոսակցություն ունեցել եք ցուցմունք տալուց առաջ, թե ոչ, երբ եք վերջին անգամ խոսել պարոն Մայրապետյանի հետ, խնդրում եմ պարզաբանել։ Ես պարոն Մայրապետյանի հետ խոսել եմ վերջին անգամ իրեն, երբ որ հիվանդանոց տարան, հանդիպել եմ, տեսել եմ, դա երևի 18 թիվ էր, կամ 19 էր, չեմ հիշում։ Դրանից հետո, ինչ ինքը հիվանդության պատճառով հացակայել է, դրանից հետո ես երբեք չեմ հանդիպել, ոչ է խոսել։ Կարող եք հեռախոսները նայել, որից հիշում եմ չեմ ունեցել։ Իսկ իմ պատասխանը շատ հստակ ես նույնիսկ մի քիչ դժվար վիճակի մեջ եմ ապրում, փորձել եմ բացատրել մի բան, որը ինձ համար ակնհայտ։ Ես նախագծի եղանակն եմ։ Ես արել եմ բնակարանը,
ինքը շատ լավ գիտեր ես որտեղ եմ արվեստանոցը, մի քանի մետր հեռավորության վրա։ Եվ շատ նորմալ է, որ ինքը հենց ինքն է ինձ առաջարկել եւ գինն է ինձ առաջարկել, որ ասել է քեզ մենք կտանք այս գնում, որովհետեւ այդ շենքը ունեցել է շատ մեծ հաջողություն իր ճարտարապետության արժեքի շնորհիվ։ Եվ դա մեր բնակավարի ցանկացած մեկը ես դա նույն բանը կասեմ, ովքեր որտեղ կարողացած մեր Այլ հարցեր ունեք։ Պարոն Սարգսյան, ձեր տված պատասխանների հետ կապված մի բարձրանում եմ։ Այն դուք նշում եք, որ ի սկզբանե բանակցությունները առաջարկը ստացել եք պարոն Մայրապետյանի կողմից։ Ինչու է պարոն Մայրապետյանը հենց այդ առաջարկով հանդես եկել կամ որպես ինչպիսի գործառույթներ իրականացնող անձ է ձեր հետ կապ հաստատել։ Որպես անհատ է հանդես եկել, որպես ընկերության ներկայացուցիչ։ Ես հարցին ակնհայտ չեմ կարող պատասխանել։ Ես ճանաչել եմ իրեն, իմացել եմ, որ կառուցում է շենքը։ Շատ լավ գիտեի այդ շենքի տեղը, նախկինում այդտեղ չգործող կառույց կար։ Կար շենք, որը պատողները հանված էին, միջնապատերը փրված էր, դրա դիմաց կար երիտասարդական պալատում անջորներ կրպակներ։ Բաց է, պարոն Սարգսյան, Եվ այդ նախագիծը ինքը ուզեց ինձ հետ աշխատի, որպես ճարտարապետ։ Մինչև վերջ ինքն է հանդես եկել այդ նախագծի հետ կապված։ Այդ Տերյան 66-ը, որ ընթանում էր, ավարտվում էր, նախագծի հետ կապված, երբ որ խնդիրներ էիք ունենում, ում հետ էիք քննարկում, պարոն Մայրապետյանի, թե պարոն Հակոբյանի։ Ես քննարկել եմ բոլոր հարցերը Մայրապետյանի։ Շատ լավ, ես այդ հարցը չունեմ։ Վերջին հարցս ուսում գործի հանգամանքներով պայմանավորված գործագետը տվել է մի եզրակացություն, որով որոշել է շուկայական արժեքը, որը կազմի 144 միլիոն 589,665 դրամ նշված բնակարան։ Դուք այսքան գումար վճարել եք, պարոն Մայրապետյան։ Ես վճարել եմ անգամ, ինչքան վճարել եմ, ինչքան գողացը պարոն։ Շնորհակալություն ես արժում։ Ատել բան չեմ վճարել, նույնիսկ չեմ պատկերացնում, որ ես վճարել եմ, դեպ դեպքը չէ։ Շնորհակալություն ես արժում։ Այսինքն, պարոն Բաբայանի հարցի հետ կապված, որ նշում եք, այս են դեպքը չէ, կարող ենք պարոն Սարգսյան ասել, որ ձեր պարագայում հաշվի առնելով ձեր իսկ իրականացված գործառույթի առանձնահատկություններով, ձեր կնքված գործարքի պարագայում այդուհանդերձ առանձնահատկություն կար։ Առանձնահատկությունը միայն մեկն էր։ Ես նախագծել հեղինակն էի եւ ինձ կարող էի տալ նույնիսկ ամբողջ։ Շատ լավ, դուք պատասխանեցիք իմ հարցին, շնորհակալ եմ պարոն Սարգսյան, եթե կողմերը այդ հարցեր չունեն, դուք ազատ եք։ Շատ լավ, հաջորդի Դավիթ Արթուր Աղաբեկյանն է։ Մտածեք, պարոն Աղաբեկյան։ Ինքնությունը հավաստող հաստատություն եք ամբյոնին մոտեցեք։ Այո, պարոն Աղաբեկյան, պարոն Հակոբյանյանին, պարոն Մայրապետյանին ճանաչում եք, ինչ հարաբերությունների մեջ եք գտնվում, այդ թվում նաև գուցե ազգակցական հարաբերությունների մեջ եք գտնվում։ Հակոբյանը չի հիշեցի։ Պարոն Հակոբյանը նստած է։ Շատ լավ, բարձ է, իսկ Մայրապետյանին, Սամվել Մայրապետյանի մասին։ Ընկերական բանկարդի հողով, որտեղ 2002 թվականին որոշել էի մեզ թաղեգում վերականգնեմ ձեռագործ գորգի մշակույթը, իսկ մեզ թաղեգումը հայտնի է եղել հայտնի մեծ մանուֆակտուրայով, որտեղ մինչև 500 մարդ աշխատել, պարսկահապատակության ժամանակ, ուսահապատակության ժամանակ, հետո խորհրդային տարիների նեպի քաղաքականության ժամանակ ավելի անլայնվել, հետո պետական ձեռնարկություն ադարել և
89 թվականին փակվել է, որովհետև Ադրբեջանի իշխանությունները այդ արտադրությունը տեղափոխել են Գյանջան։ Քանի որ իմ մանկությունը անցել է այդ գործարանի գործունեության ամբողջ տարիներին այդ տեղատարածքում, ես իմացել եմ, որ Մայրապետյանը գորգերի գնահատման եւ գորգերի որակի գնահատման եւ հայկական զարգացումներից տեղեկացված մարդեր են, իմ ցանկությունը առաջացել շփվել հետը, հուշել այդ մասին Թուֆիկյան գորգագործական հիմնարկի սեփականատերից մեկը Թևոս Արոնով իմ ազգանունը չեմ հիշում։ Ներողություն, պարոն Աղաբեկյան, այսինքն ընկերական հարաբերությունների մեջ 2003 թվականին կամ 2 լավ չեմ հիշում, հանդիպել ենք Տգն կաֆեում, հաճախակի է եղել մեր հանդիպումը։ Բացառապես ընկերական, որևէ ազգակցական հարաբերություններ չկա։ Բացատրում է ինչպես են գնահատվում գորգերի զարդանախշերը, ինչ տարբերություն կա Օսմանյան գորգերի։ Շատ լավ, պարոն Աղաբեկյան, մինչև շարունակելը դուք նախազգուշացնում եք սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ինչպես նաև Աղաբեկյանի պարագայում դատարանը արձանագրում է քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արգելքի բացակայությունը վկա հարցաքննելու արգելքի բացակայությունը եւ այլևս ծես չի բարձրաբանվում 43-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքը որոշակի հարցերի չպատասխանելու կապակցությամբ, քանի որ նշեցիք, որ կողմերի հետ որևէ ազգակցական հարաբերությունների մեջ չեք գտնվում։ Նախազգուշացվեք։ Շատ լավ, պարոն Բաբայան, խնդրում ձեր հարցերը պարոն Աղաբեկյանին։ Շնորհակալություն։ Պարոն Աղաբեկյան, Սույն քաղաքացիական գործի շրջանակներում ակա է փաստ, իսկ որի դուք կնքել եք 2006 թվականի մայիսի 13-ին Տերյան 66 շենքում բնակարան, թիվ 15 բնակարանը և ավտոտնակը։ Ձեռք եք բերի այդ բնակարանը։ Այո, ճիշտ ասած, պայմանագրի կնքման ժամկետը իմ համար մի քիչ բաներ, որովհետև իրականում երբ նամակը ստացել եմ, դատին մասնակցելու, հասկացել եմ Մայրապետյանը նկարտալով, փորձել եմ արխիվներից մեջ մի բան գտնել, տենց էլ չգտա, բայց այո, բնակարանը ձեռք եմ բերել ես, բնակարան և ավտոտնակ։ Շատ լավ։ Հաջորդ հարցս հետևյալն է, նշված պայմանագրում մատնանշված է, որ բնակարանի արժեքը կազմում է 11,866,000 դրամ, իսկ ավտոտնակի արժեքը 1,087,000 դրամ, 824 այս պայմանագրում մատնանշված գինը համապատասխանում է իրականությանը։ Պիտի ենթադրեմ, որ այո, ինչի համար, իրական պայմանագիր չունեի, որ հիմա ես որևէ վերլուծություն անեի, բայց ես բնակարանի վճարման հետ կապված քիչ առաջ նշեցի Մայրապետյանի հանդիպումը Տգնքում 2002-3 թվականներին, մի անգամ մենք քայլել ենք երիտասարդական մետրոյում, ինձ ասել է, որ այստեղ շատ սիրուն շենք եմ սարքելու եւ շատ կուզենամ, որ մենք հարևաններ լինենք։ Ասել եմ, ես հիմա մեծ ցանկություն չունեմ բնակարան գնելու, ասել, բայց երբ վճարման հնարավորություն չունեմ, ասես դու ունեցի բնակարանը, երբ ես փող ունենաս կբերես կտա։ Իմ 2004-ից սկսած $500, $200, $1000, $100,000 դրանով, $500,000 դրանով այնպիսի վճարման համակարգ ա եղել, որ ես երբեք չեմ փորձել գնահատել։ Մենակ մի բան, որ հիշում եմ, որ 100% կարամ հաստատեմ, դա հետևյալն ա եղել, որ 2006-ի աշունը կամ 7-ի գարունը, լավ չեմ հիշում, ասեցի ընկեր ավարտել եք, էլի պետք է վերանորոգում սկսեմ, վերջնականապես ինչքան գումար ունեմ ուզելու, ասել եմ 1 միլիոն դրամ գումար ես տալիս, հաշվետել ավտոտնակի գինն ա, ու դրանով ավարտում ա մեր բան։ Հետո չեմ էլ հիշում այդ պայմանագիրի երբ եմ ստորագրել, ամենայն անգլիացիան չեմ հիշում, ինչի ակրուշ չկա, որովհետև տուն դատարկել էի, որ վաճառեմ 2015
9 թվականի տղայիս հետ կապված առողջական խնդիրը, տունը դատարկել էի և ամբողջ տան արխիվս նայել էի գյուղ։ Ես վկայական բամբոշ իման չունեի, նոր ժառանգությունը, տղայիս մայից հետո ժառանգություն ճանաչելի նոր վերականգնելը մեկ ամեն ինչը դրաման հիմա ձեզ այս ունենայի պայմանագիրի հիմա խոսքը կառուցել պայմանագրի վրա, բայց իրականում չեմ գործել։ Սա փոխանցում է Չէ, պարզապես որ ծանոթանանք, մեկ էլ վերջի էջը որ բացեք մի հատ ստորագրության ձեր հատվածը։ Այսի ես Մակալություն, վերադասնենք։ Այո, ունեմ հարցեր։ Կարող ենք արձանագրել այսպիսի իրավիճակ, պայմանագրում մատնանշված գինը համապատասխանում է իրականությանը, սրանից ավել գումար դուք վճարել եք, թե ոչ։ Կարծում եմ չէ, եթե պակաս վճարածել եմ, ավելի ճշմարիտ խոսք ասած կլինեմ, բայց համարեք, որ ես վճարել եմ ինքան ինչքան պայմանագրի մեջ նշած է։ Մեր հարաբերությունը կառուցվել է բանի հիմա միանգամ կողմ եք բերել, իրան նվեր տվել չի ընդունել նվերը, ասել եմ քո ստեղծագործ գործի մեջ նայել վիշապակոդի բնթագիր ես տվել ինձ հիմա ես ոնց հարաբերություն չկառուցեմ, յուղում գործան հանրականներից չի ընդունել նվերը զորով գցել գնացել եմ, հիմա չինեմ դա փողա հաշվել, չի հաշվել, դժվարանում հիմա սուտ խոսել չեմ կարող կամ ինչ-որ հաստատող բարերից դա օգտագործել սխալվել եմ։ Շնորհակալություն, ես հարցեր չունեմ։ Տիկին Բելոյանում եք հարցեր։ Այո։ Պարոն Հակոբյան։ Նշեցիք, որ 2004 թվականին է այդ խոսակցությունը եղել, որ Մարիապետյանը ձեզ առաջարկել է բնակարան գնել։ Ուզում եմ հասկանալ վճարումները ում են կատարվել, ինչ եղանակով եւ մոտավորապես կհիշեք, որքան գումար եք վճարել ամեն ամիս, թե այլ պարբերականություն է եղել, օրինակ երամսյակը մեկ եք վճարել, կես տարի մեկ։ Ես շեշտեցի, որ մեկ 2004 թվականից հաշվարկել հանդիպել, հանդիպումների կուլմինացիան եղել է 2005 թվականին, երբ արդեն մեծ տարվարի ձեռագործ գործերի արտադրությունը գործում էր, միշտ հանդիպել ենք, հիմնական մեր հանդիպման վայրը եղել է կամ տիրով կապեն, կամ երիտասարդական մետրոյից միշտ ներքև մի ուրիշ կապի կամ ու չեմ հիշում, միշտ այդ շրջան։ Երբ իսկ ցույց է տվել, ես չեմ տեսել, ես ժեշտով փակած է եղել գործկանում տարածքը եւ ընդհանրապես փոս էր թողած։ Ոնց որ մեր աչքի առաջն է շենքը բարձրացել, որովհետեւ ոչ պակաս 2 ամիսը մեկ, ամիսը մեկ, պատահել է ամեն օր, միշտ հանդիպել եմ, ու գումարի մեծ մասը արձելն են փոխանցել։ 2004 թվականից եք վճարումները սկսել։ Ենթադրում եմ, որ մի քիչ ուշ, կամ 2004 թվականի խորաշուն, կամ 2005 թ. Այսինքն մինչև պայմանագրի կնքումը արդեն իսկ Այո, վճարել ես ինչ ձերս գումարանգել, մեկ էպիսի պայմանավորվածություն ենք ունեցել, ասել եմ մինա, հիմա կատակով մի անգամ ասցի սամ է, դոլարի կուրսը 300 է եղել, դարել է 500 վերջը, ես ինչքան եմ վճարելու, ասել դու չես վճարելու, ինչ հնարավորություն ունես վճարել։ Ասում այդ հարաբերությունն է եղել, մենք երբեք չենք կարել դիպտոմալ։ Այս պահին չեք կարող հստակ հիշել ինչքան եք վճարել։ Եթե որևէ բան իշերի կամ եթե պայմանագրություններից եք իսկական խոսքս ավելի հստակ կկարողանա։ Պայմանագիրը կարող եք ձեզ տրամադրել, կարող եք ասել։ Չէ, դա արդեն տեսա պայմանագրի մեջ։ 11 միլիոն 166, այսինքն չեք հիշում, որ Ես չեմ կարող դրան դեն հատական տամ, որովհետև կրկնում եմ, եղել է 500 $, գումար եմ տվել, կուրսը եղել է 305 դրամ, կարող հարցնեք ինչ է դա հիշում, որովհետև ես մեկ այդ ծրագրում այդ այդնի մասնակցի պետական ծրագրին հայ-պարսկական էներգետիկ հարաբերությունների դրա համար գնահատական տալիս է։ Եղել է դեպք, որ կուրսը եղել է 500 քանի դրամ։ Դրա համար ես անիմաստ հայտարարություններ գումար պատմում բաժանում չանեմ։ Հստակ ընդունել եմ, որ ես վճարել եմ այդքան գումար, հավանականությունը շատ մեծ է, որ քիչ եմ վճարել, բայց 1 միլիոն դրամը, որը վճարելու Սամուելն ասել է հաշվի բանի փողն ես տալիս, ավտոտնակի դա հստակ հայտարարում եմ։ Տիկին Բելոյան։ Չունամարգիր դատան։ Շատ է, պարոն Աղաբեկյան, այ դուք նշում եք, որ ընկերական հարաբերությունների մեջ եք եղել։ Իսկ ձեր հարաբերությունները հնարավոր այնպիսի բնույթ են եղել, որ պարոն Մարիապետյանը օրինակ ձեզ ասել պայմանագիրը ձևական է, մի գին կգրենք, հետագայում
Հնարավորության դեպքում ինչ կտա կարող է եւ տարբերություն լինել այդ պայմանագրում ֆիքսվածի եւ ձեր փաստացի վճարումների միջեւ։ Գիտեք, մի քիչ տարօրինակ անշուշտ ձեր հարցի համար, որտեղ տարիների ես այնպիսի դիրք եմ զբաղեցրել հանրապետությունում, որի մեջ չէին կարող այդպիսի թեմաներով որևէ մեկը խոսակցություն ունենալ։ Այդ թվում իմ ամենամոտ ընկերները, այդ թվում նաև Սամվելը։ Շատ լավ, բայց դուք ձեր խոսքում հենց դուք ինքներդ եք պարզաբանում ու ցույց եք դատարանին, որ դուք նույնիսկ անգամ վճարումները երբ որ կատարել եք, նույնիսկ չեք ֆիքսել ինչքան եք պարտքել, ինչ եք վճարել, ի վերջո ձեզ էլ բարձ չի եղել, թե այդ արժեքը ամբողջությամբ վճարեցիք, չվճարեցիք, եւ վերջում նույն ձեր խոսքում նշեցիք, որ երբ որ փորձել եք վերջնական ամփոփել ինչքան եք պարտք մնացել, Մայրապետյանը նշել է 1 միլիոն դրամ։ Ի վերջո այդ պայմաններում ինչու եք այդպես վստահաբար հայտարարում, որ ձեր դիրքով պայմանավորված այդպիսի խոսակցություն չէր կարող լինել։ Որտեղ վստահ եմ եղել մի բանում, որ ինձ հաստատ չեն խաբել, ոչ մեկը այդ մեկում վստահ եմ եղել 100%։ Վստահ եմ եղել, որ գումարը, որը վճարել եմ, իրական վճարում եմ արել, ամենայն արգելությամբ անգամ պայմանագիրի չտեսնելով, ես հիմա եթե ձեզ ասեմ պայմանագիրի երբ եմ ստորագրել, ինչ-որ ամսաթիվ կամ տարի, էլի սխալ կրնեմ, ասած, եթե չեմ հիշում, թե երբ եմ ստորագրել պայմանագիրը, որ չնայած հետ կան, որտեղ այդ հարաբերություններն ա եղել։ Ամեն ինչով խորհրդակցել եմ իրար, տունը վերամորոգելուց ասել եմ ում խորհուրդ կտաս, Սամվել, ինչ վերամորոգում անեմ, խորհրդատվել, որ նախագծային ինստիտուտ կա, կարող ես դիմելիք կամար նախագիծ անել, միշտ կապի մեջ եմ եղել, հետո մինչև Արցախ մեկնելս այնքան հաճախակի ենք հանդիպել, հիմա ինչ-որ նկարագրեմ դրա ամբողջ պատմությունը դժվար է։ Արցախ մեկնելուց հետո մենք քիչ ենք շփվել իրար, մեջ անգամ երևի 18 թվին, որ եկել եմ ասել եմ ուրախալի ունեմ, Ստեփանակերտում ենք վերականգնել գործարան, որտեղ 300 հատ աշխատող կա, Արցախ կարպետը, ու դրանից հետո մենք չենք հանդիպել, ոչ մի ճշտում, ոչ մի շփում չենք ունեցել։ Շատ լավ, պարոն Աղաբեկյան, եւ հաջորդ հարցադրումը, այդ գործարքի շուրջ հարցադրումներ, պայմանավորվածություններ, բացառապես Սամվել Մայրապետյանի հետ եք ձեռք բերել։ Բացառապես։ Երբևէ Գագիկ Հակոբյանի հետ գործարքի շուրջ խոսակցություններ ունեցել եք։ Երբեք չեմ լսել, եթե Գագիկ, պետք է ինչքան գիտեմ, ոնց որ թե Գագիկ անունը ծանոթային, որտեղ մեր Վիտալի Պալասյանի ընկեր ճիշտ եմ հիշում, թե շինարար, ուրեմն դուք չեմ։ Այսինքն պարոն Հակոբյանյանի նույնիսկ նոտարական գրասենյակում չեք հիշում պայմանագիր ստորագրելու։ Պարոն Մայրապետյանի հետ եք եղել այնտեղ։ Միշտ շփվել եմ Սամվելի հետ։ Շատ լավ։ Դուք հարց ունեք, խնդրեմ, պարոն։ Կարելի նստել։ Հա, նստած եմ ցույց տալիս։ Պարոն Աղաբեկյան, դուք նշեցիք, որ պարոն Մայրապետյանի պայմանավորվածությունը, որ ձեռք եք բերել, տեսել եք, որ դեռ փոսյակներ, այսինքն շենք կառուցված չէ, նոր երևի փոսային աշխատանքներն էին, հա, այսինքն այդ բանին եք պայմանավորվածություն ձեռք բերել, որովհետև բնական եք ձեռք բերել։ Մենք այո քայլել ենք դեր Շատ լավ, պարոն Բաբայանը ստացան այդ հարցադրումը արել է։ Շատ լավ, եթե կողմերը այլ հարցեր չունեն, շնորհակալություն ձեզ։ Կարող եք ազատ եկել դատական նիստերի դալիճը։ Հաջորդիվ հրավիրեք Ռուսլան Գրիգորյան։ Ստեսություն։ Մոտեցեք ամբյոնին անձը հաստատող փաստաթուղթը փոխանցեք ինձ։ Ինչ հարաբերությունների մեջ եք գտնում Գագիկ Հակոբյանի, Սամվել Մայրապետյանի հետ, այդ թվում նաև ազգակցական հարաբերություն ունեք, թե ոչ։ Ճանաչում եք իրենց։ Շատ լավ, դուք նախազգուշացնում եք ցույց տալուց հրաժարվել։ Ճանաչեք Գագիկ Հակոբյանին, կազմակերպության տնօրեններ, որպես կազմակերպության տնօրեն։ Դուք նախազգուշացում եք ցուցմունք տալուց հրաժարվել եւ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին դատարանը արձանագրում է, որ ձեր պարագայում եւս բացակայում է քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արգելքը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասով իրավունքի մասին այլևս ձեզ չի պարզաբանվում։
Պարոն Գրիգորյան, սույն քաղաքացիական գործի շրջանակներում հարկային փաստեր, ըստ որի դուք ձեռք եք բերել Տերյան 66 շենքում թիվ 55 բնակարանը և թիվ 7 ավտոտնակը։ Ընկել եք այդպիսի գործարք։ Գործարքը մեր պայմանագրում եղած տվյալներով կնքվել է 2006 թվականի օգոստոսի 25-ին։ Այդ ժամանակահատվածում ընկել եք նմանատիպ գործարք։ Չեմ հիշում կոնկրետ արձակը երևի։ Գնացել եք նոտարական գրասենյակ, նոտարական։ Ուշ ոչկանոցի հետևի նոտար։ Պայմանագրում մատնանշված է, որ պայմանագրի արժեքը կազմել է կազմել է 8 միլիոն 755 հազար դրամ և 1 միլիոն 356 հազար 437 դրամ էլ ավտոտնակի արժեք։ Համապատասխանում է իրականության այս պայմանագրում նշված։ Որևէ այլ գումար վճարել եք պայմանագրում։ Մի հարց էլ ևս, նոտարական պալատում ում հետ եք կնքել գործարքը։ Նոտարի տեղն եմ հիշում, տնօրենի կազմակերպության կամ ներկայացուցիչ Շատ լավ։ համապատասխանում։ Նշված անշարժ գույքերը, անշարժ գույքերի շուրջ բանակցությունները երբ եք սկսել գործարքը կնքելուց ինչքան ժամանակ առաջ։ Երևի շուտ։ Շենքը ավարտված էր թե ոչ, երբ որ շենքը ձեռք եք բերել, բնակարանը ձեռք եք։ Ես ամենաառաջի բնակիչն եմ։ Ես երբ որ իմ բնակարանը մենք հավանաբերել ենք, հենց հարկը չի եղել։ Չի եղել, դա շատ լավ հիշում եմ։ Ու առաջինը ես եմ պատերը կիսելու բանի ժամանակ իմ նախագիծը ցույց տվել, այդ ձևով արել։ Շատ ես հարցեր չունեմ։ Պարոն Գրիգորյան, հաշվով նշել վճարումների ինչ եղանակով եք կատարել և ում եք վճարել։ Փոխանցման եղանակով։ Կազմակերպության հաշվին։ Երևի, այլ ուրիշ ոնց։ Որևէ ձև դա ֆիքսվել է ձեզ մոտ ունեք համապատասխան ապացույցների վրա։ Չէ։ Չեմ պահպանել։ Դժվար։ Պետք է ստուգեմ, բայց չկա։ Այսինքն չեմ պետք է ստուգեմ։ Ասեք, նշեցիք, որ համաձայնությունը ավելի շուտ է ձեռք բերել, մոտավորապես տարեթիվը հիշեք։ Չէ։ Ես ուսանում եմ եղել այդ ժամանակ, որը չենք կառուցվում էր։ Այդ ժամանակվանից արդեն համաձայնություն եք ձեռք բերել։ Այո։ Այդ համաձայնությունը ձեռքաբերվել հենց պայմանագրում նշված արժեքով։ Այո։ Դա ուրիշ, հա։ Այսինքն դուք պնդում եք, որ դուք վճարել եք 8 միլիոն 770 Այո, ես վճարել եմ այդ։ Պարոն Գրիգորյան, 2006 թվականի դրությամբ ձեր բնակարանի շուկայական արժեքը եղել է 79 միլիոն 548 հազար 332 դրամ։ Եթե Մանրապետյանի հետ որևէ ազգակցական, անձնական կապվածության, որևէ այլ հարաբերությունների մեջ չեք գտնվել, կպարզաբանեք, թե ինչով ապայմանավորված ձեզ այդ գնով վաճառել է բնակարանը։ Որևէ խոսակցություն ունեցել եք պարոն Մանրապետյանի, պարոն Հակոբյանի հետ, գնալ գոյացման հետ կապված, գնի ձևավորման հետ կապված, ուզում հասկանալ ձեզ ինչու է այդ գինը առաջարկվել 8 միլիոն 700 Ես եմ Հարգելի դատարան, Որովհետև պետք շուկայական Ես- դատարանի կողմից Ես կատարազանախ առաջին հարգելի դատարան։ Խնդրում եմ հետևել քաղաքացիական դատավարության նախատեսված հստակ կանոնների, թե վկայի արձագանության ժամանակ ինչպիսի հարցադրումներ կարող են հնչել։ Մեկ։ Երկրորդը, այս հարցադրումները դուրս են մեր միջնորդությունից ներկայացված հարցադրման շրջանակից։ Երկրորդը կարող են ճշտվել այո որոշակի հանգամանքներ ցուցմունքների արժանավատության տեսանկյունից։ Հաջորդ հարցը։ Գործում չկա տվյալ, որով շուկայական արժեքը բնակարանի մատնանշված է կոնկրետ թվով։ Այդպիսի տվյալ մենք չունենք եւ այդպիսի այլ ապացույցեր չկա։ Եվ այդ ապացույցի արժանավատությունը մենք բազմիցս վերջի շրջանակներում մատնանշել ենք։ Հետևաբար, եթե նշում է կոնկրետ այդ փաստաթղթում մատնանշված լինել, խնդրում եմ հարցադրումը իրականացնելիս վկայակոչել կոնկրետ այդ փաստաթուղթը եւ ոչ թե հաստատապես այն միտքը արծացել, որ նմանատիպ շուկայական արժեք գործում։ Առանց Իմ կողմից հարցադրում տրամադրելուց հետո փաստաբանները որևէ առարկություն են ներկայացնում, որպեսզի ազդեն վկայի ցուցմունքի վրա։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս ցուցմունքները նախապես համաձայնեցվել են ինչ-որ անձանց։ Արգեդական առարկում եմ նմանատիպ գործողություն։ Պարոն Բաբայանը, Տիկին Բելյանը, որպեսզի ես կարողանամ հասկանալ
պատրում։ Իմ ամեն հարցից հետո դուք առարկություն եք ներկայացնում, չի կարելի այսպես։ Դուք ինչ առարկություն Իմ ունեք։ առարկությունը հետևյալն է, Հարգին դատան։ Ես եւս հակված եմ նրան, որ սա ոչ միայն չի համապատասխանում քաղաքացիական դատավորությանը, Ինչը չի համապատասխանում, ասեմ, ճնշումը վկայի վրա, ճնշումը կայանում է հետևյալն։ Երբ որ մարդը ասում է, ես բնականը գնել եմ այն գնով, որով գրած է պայմանագրում եւ դա 8 միլիոն դրամ է։ Եվ պատասխանը հնչում, որ այդ բնականի շուկայական արժեքը 80 միլիոն դրամ է, որի հետ կապված մենք չունենք նման ապացույց, նման ասած չկա, բացի դրանից իրականությունը չի էլ համապատասխանում։ Դա ճնշում է վկայի վրա, վկան կարող մտածի, ես կարող եմ իրականում մի բան ինչ եմ անում, 10 անգամ տարբերություն։ Շատ լավ, ձեզ եւ պարոն Բաբայանը բարձրաբանվում է, որ այս գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակներում դատարան ներառել է այն փաստի ապացուցումը, թե փաստացի ինչ գներով են վաճառվել վեճի օբյեկտ հանդիսացող բնակարանները։ Հետևաբար, եթե ձեր հարցադրումը այն է, որ արդյոք դուք վճարել եք պայմանագրով մատնանշված գինը, հակառակ հարցադրումը պետք է լինի, արդյոք պայմանագրից տարբերվող այլ գին վճարվել է թե ոչ։ Հետևաբար տիկին Բելոյանի ուղղված հարցադրումները դատարանը թույլատրելի է համարում։ Այլ հարց է, որ տիկին Բելոյան ցանկության դեպքում, քանի որ պարոն Բաբայանը կարևորում է այդ հանգամանքը, շեշտադրում արեք, որ փորձագետի եզրակացությունից ելնելով եք դուք հնչեցնում նման գին։ Շարունակեք։ Առավել ևս, երբ որ վկան հայտարարում է, որ որևէ ճնշում չի գործադրվում իր վրա։ Տարօրինակ է ներկայացուցիչների նման արձագանքը։ Պարոն Բաբայան, թույլ չեմ տա շարունակեք, որովհետև վկայի հարցակրությունը ընդհատվում է։ Պատասխանեք տիկին Բելոյանի հարցին։ Այո, շուկայական արժեքը ավելի ներառ է, քան պայմանագրի արժեքը, որովհետև ազգակցական կապ չունենք, բարեկամական կապ չունենք։ Իսկ խնդրեմ կասեք ինչպես են եղել այդ բանակցությունները, գնագոյացման հետ կապված ում հետ եք խոսել, ինչպես է ձևավորվել այդ գինը, ով է ձեզ այդ գինը առաջարկել, թե դուք եք գինը առաջարկել, խնդրում բանակցությունների գործընթացի հետ կապված մի փոքր մանրամասնություն։ Չեմ հիշում այդ մանրամասնությունները։ Ես շենքում հետ հանդիպել եմ, տեսել եմ, խոսացել ենք, ընտրել ենք, այդ կգայի բան տնօրեն։ Բայց դրանից առաջ էլ մեր հարազատները թե բնակարաններ են գնել, ուզում եմ ասեմ, տենց իրաց միջոցով գնել են։ Երբևէ պարոն Մարապետյանի հետ հանդիպում ունեցել եք, թե բոլոր գործընթացները պարոն Հակոբյանի հետ։ Բոլոր չի, մի երկու անգամ։ Բացարձակ ես չեմ տեսել։ Մի անգամ երբ որ նոտարում ենք հանդիպել, մի անգամ էլ չեմ։ Երբ որ ինձ բնակարանը տեղն է ցույց տվել։ Այսինքն մեկ անգամ հանդիպել եք բնականը տեսել, մի անգամ զբաղանել եք ու գնացել եք անգամից։ Այո։ Ես չեմ ասում մի անգամից այդ դրանից հետո անմիջապես կամ հաջորդող օրերին եմ գնացել, այդ երկու անգամ եմ տեսել։ Շատ լավ։ Ազատ եք, պարոն Գուդիկովյան։ Ձեզ եմ շնորհակալ։ Հարգի դեպքանի չի հաջորդ վկային հրավերից հայտարարություն։ Ունեք, պարոն Բաբայան, որովհետև 4 վկաներ էին այս պայքարության պատշաճ ծանուցված, 4-ն ներկայացել են, մնացած ծանուցումները պատշաճ չեն եղել այնքանով, որքանով որ այն հասցեները, որոնք տրամադրված են, տեղափոխված նշումով են եղել։ Խնդրեմ, պարոն Բաբայան։ Այդ կապակցությամբ մենք ուղղակի վերցրել ենք այն տվյալները, որոնք ունեցել ենք։ Շատ լավ, պարոն Հարությունյան, բարձր ես չեմ արձանագրում ինչ-որ դիտավորություն, նիստի սկզբում մենք ցես հետ քննարկեցինք, որ հավելյալ հասցեներ պիտի տրամադրենք, որպեսզի ծանուցենք։ Հարգելի դատարան, կարող եմ ասնել հայտարարության։ Անցեք։ Իմ մոտ տպավորություն է ստեղծվում հարգելի դատարան, որ դատարանը ունի որոշակի մրցակցության դատավարությունից շեղված դիրքորոշում։ Այդ տպավորությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով։ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հստակ մատնանշում է, թե վկայի հարցաքննության ժամանակ ինչպիսի լիազորություններ ունի, թե ինչպես դատարանը, թե ինչպես կողմերը։ Ցիտում եմ նորման։ Վկային կարող են տրվել միայն այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են վկա կանչելու վերաբերել միջնորդության մեջ նշված փաստին։ Այլ փաստեր ինչ է, միջնորդության մեջ նշված փաստին։ Կամ նրա ցուցմունքների արժանավատության հետ կապված հարցեր։ Այդ թվում մյուս կողմի հետ նրա հարաբերությունները։ Այո, դատարանը մինչև վկայի հարցաքննելը պարզեց հարաբերությունների շրջանակը, այնուհետև կարող էր նաև այդպիսի հարցադրումներ հնչեցնել, բայց մասնավորապես մենք մեր միջնորդության մեջ մատնանշում են կոնկրետ մի փաստ, գործակից տարբերվող գներ։ Հիմա հայցվոր կողմի կողմից մատնանշվում է շուկայական հաստատապես մի գաղափար, որտեղ որ ասում է, որ շուկայական գինը եղել է այսքան։ Իսկ ով ասաց, որ այսքան է եղել, եւ ամբողջ այս դատական process-ի ընթացքում մենք հենց վիճարկում ենք այդ շուկայական գնի հարցը եւ
կոնկրետ մենք այսօրվա դատական վեճը վերաբերում է պայմանագրով դատական վեճը չէ, վկայի հարցականության նպատակը պայմանագրով մատնանշված հարցադրում է։ Անձը պատասխանում է, ասում այո, ես պայմանագրով մատնանշված գին եմ ասում։ Հիմա փորձում ենք մի հատ մատնանշել 80 միլիոնանոց գին, որի ծագումը կասկածելի է, եւ դատանը համարվում է, որ նորմալ է այդպիսի ուրեմն հարցականության շրջան մոլորության մեջ մտցնելը վկայի։ Այն դեպքում, երբ որ պատասխանը արդեն իսկ հնչել է։ Հարգելի դատան, ես գտնում եմ, որ այս գործողությունները հանգեցնելու են վեճի ոչ ճիշտ լուծման։ Միաժամանակ նաև կուզենայի դիրքորոշում հայտնել այն համատեքստում, այո, ճիշտ նշեց դատարանը, երբ որ թույլատրեց գործարկից տարբերվող գին մատնանշելը, բայց ոչ թե մատնանշել այնպիսի գին, որը որ դրա ծագումնաբանությունը մեր համար է կասկածել է։ Հարգելի դատան, գտնում եմ, որ նմանատիպ գործողությունը չպետք է իրականացնել։ Սա է ձեր հայտարարությունը, պարոն Բաբայան, իսկ այս հայտարարությունը ինչ եք ակնկալում քաղաքացիական դատավարության օրենսգրքի, Հարգելի դատան, վկայակոչման։ Ակնկալում եմ, որ այսօր պրոցեսի իրականացվի, ուրեմն քաղաքացիական դատավարության մատնանշված ուրեմն նորմի շրջանակը։ Շատ լավ, ձեր հայտարարության կապակցությամբ դատարանը արձագանքում է, վկաների հարցաքննություններ բացառապես իրականացվում են քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթների խստիվ պահպանման։ Եթե որևէ բան չունեք ավելացնելու, այսօրվա դատական նիստում այդ դատավարական գործողությունները իրականացնում է դատարանը, այլևս հնարավոր չի համար, քանի որ մենք վկաների հարցաքննություն ենք իրականացնում, դատարանը հաջորդիվ կծանուցի մնացած վկաներին այս պայմաններում, եթե դատավարության մասնակիցները հավելյալ հասցեներ կտան, կծանուցվեն նաև այն մասնակիցները, որոնց հնարավոր չի եղել ծանուցում ապահովել։ Ըստ այդմ դատարանը գտնում է, որ դատական նիստը պետք է հետաձգել եւ նշանակել մեկ այլ հերթի։ Մեկ այլ հերթի նշանակելիս դատարանը հաշվի առնում այն հանգամանքը, որ արդեն իսկ այլ գործերով ունի որոշակի ծանրաբեռնվածություն, որոշակի ժամանակահատվածում գտնվելու է հերթական արձակուրդում, ինչպես նաև այդ հանգամանքը, որ այս գործով վկաների ծանուցումը բավականին ծավալուն գործընթաց է, որովհետև ծանուցվում են ոչ միայն մեկ հասցեով, այլև հնարավոր բոլոր հասցեները, որոնք հայտնի են դատարանին, ընդ որում վկաների ծանուցումից դատարանը բախվում է մեկ այլ դժվարության, պարզվում է, որ հրավիրված նախանշված վկաների ցանկում առկայ մահացած անձինք, որոնք հավելյալ աշխատանք են դատարանի համար, ըստ այդմ դատարանը գտնում է, որ այս գործով հնարավոր դատական նիստը առաջիկա հնարավոր է կազմակերպել 2026 թվականի հունվարի 30-ին ժամը 15:00-ին։ Հարմար է ձեզ աշխատանքային ծանրաբեռնվածության առումով։ Հունվարի 30-ին ժամը 15:00-ին։ Այո, Ձեզ այդ դեպքում նիստը հրավիրվում է 2026 թվականի հունվարի 30-ին ժամը 15:00-ին։ Դատական նիստը հայտարարում է։